Շատ դժվար էր, շատ։ Մենք ուղղակի երջանիկ ապրում ենք 30 տարի, լույսերով ապրում ենք, կառուցեցինք, տուն սարքեցինք, ամեն ինչը արեցինք, որպեսզի կոնկրետ, որպեսզի իմ հասակակիցները մենք մեր այս մեծ հասակում արդեն մենք ոնց են ասում, ժիծ в достатке, հանցում մենք ապահով բավարար ապրենք, ոչ թե ընկնենք այս փողոցները, քչեքը տեսնենք ինչ է անում։ Համենայն դեպս ես այն կարծիքին եմ, որ մեր այս տեղահանությունը լիովին մեղքը ընկած է Նիկոլ Փաշինյանի վրա, բայց այսօրվա մեր պահանջը ոչ թե էլ արդեն ինչ որ եղել է, ես չեմ ասում Նիկոլը պիտի դուրս գա կամ այս մեկը նստի գահին, ասում Ղարաբաղցուն ասած մեր եղը մոխերնա տռալ։ Վեշ մինը իմ հայրենիքս, իմ հողս, իմ ջուրս փոխարինելու չի ստեղ։ Եթե այստեղ ինձ տոն էլ տան, մինա իմ ունեցվածքիս եմ որ ասում ես նրան եմ կարոտում, իմ հողին, իմ ջրին եմ կարոտում, իմ տանն եմ կարոտում։ Այն ծիծեռնակի նման որ ամեն մի շուխ կպցնելիս իր առաջվա բունն է հիշում։ Եստեղ եթե մի ինչ որ խարոմ այլ սարքե, մեկա ես նա եմ ուզում, ես նա եմ կարոտում։ Թող իմ տունը մեզ տա, թող մեր երկիրը մեզ տա, ոնց որ տվել է Թուրքին։ Ես հասկանում չեմ, ինչ որ նրան է տվել, մեզ գցել ես քչեքը, հիմա էլ այդ 50-ների հարցը, այս 50-ների նպատակը տալը որն է, որպես տան վարձ, իմ տունը որ չունեմ, կորցրել ենք ոչ իմ պատճառով, որ ես կորցրել եմ այդ տունը, դրա փոխարենա չէ տալիս այդ 50-ը, բարի եղիր մինչև իմ տան վերադարձը, կամ իմ հայրենիքի վերադարձը, կամ ստեղ ինձ տան բանալի տալը, այդ 50-ը պետք է պաշտպանվի։ Ես ուրիշ ձև, ուրիշ լուծում չգիտեմ, չեմ ընդունում ոչ մի լուծում, միակ լուծումը այն է, որ ինձ կամ տուն տա, կամ էլ 50-ները այնքան շարունակի, որ մինչև էլի նորից ինձ տուն տա, ուրիշ ձև հնարավոր չի։ Ես չգիտեմ։ Դուք վիճակ եք, այսինքն այն ինչ որ դրել եք Արցախում, այստեղ ոնց եք պատկերացնում, ոնց է լինելու, ձեր երեխաների ապագան ոնց եք տեսնում։ Ես կգժվեմ, որ այդ հարցի մեջ խորանամ։ Ես կգժվեմ այդ հարցը, եթե ինձ տալիս են, ես չգիտեմ ոնց պատասխանեմ, որովհետև ես չեմ տեսնում ոչ մի բան։ Ընդհակառակը ավելի չխորանանք։ Ես մենակ մի բան կասեմ, այսօրվա մեր հավաքույթի պատճառը, նպատակը, մեր բողոքը, մեր ամեն ինչը, այդ մեր տան բնակվարձերն է, որ եթե կտրեն բոլորով 80-90%-ը մնալու է փողոցներում բարիս բուն իմաստով մնալու են փողոցները, այ Նիկոլ Փաշինյան, ինչու ես այդ քայլին դիմում, չէ քո նպատակը այն է, որ մեզ вообще Հայաստանից էլ հանես, լարես մեզ, ես չեմ հասկանում, ինչու, որ մեղքիս համար, դե հիմա ինչ եղել է, կամ մեզ տանով ապահովի, մեր հայրենիքում, Հայաստանն էլ է մեր հայրենիքը, կամ ստեղ, կամ ընդեղ մեզ տան բանալի դուր, որ ես գրիշա ունենամ իմ գլխի վերև, նրանից հետո 50-ները քեզ լինի։ Ասում եմ, կրճատում ենք, որ օգտվեք այդ բնակարանային ծրագրից, որ տալիս են Ինչ այդ ծրագիրը իսկականից Այդ ծրագիրը շատ ով որ ծանոթացել է այդ ծրագրի, տեսնում որ այդ ծրագիրը ընդամենը թոզ է փչում Ղարաբաղցիների աչքերին, թոզ ընդամենը, ոչ մի բան, ռեալ ոչ մի բան չկա։ Դուք ուզում եք, որ մի օր կվերադառնաք, ինչ կա այդ Էլի քաղաքական է դառնում։ Ասում է, որ Ղարաբաղյան հարցը փակված է, Ղարաբաղյան շարժում այլևս չկա։ Եթե այդ հարցի լուծումը իր ձեռն է, ուրեմն ճիշտ է ասում փակված է, որովհետև փակողը, բացողը ինքն է։ Եթե իր ձեռը չլինի, գուցե հնարավոր լինի մեր վերադարձը, բայց քանի որ այսօրվա դրությամբ այդ փակելը, բացելը, այդ բանալիները, այդ ինչ են ասում, այդ իրավունքը, թուղթը իր դեմն է դրած, գրիչը իր ձեռն է, իրավունքը իր ձեռն է, խոսքը ինքն է ասում, ուրեմն հնարավոր չի։ Պետք է փոխվի ամեն ինչ։ Բայց բոլոր դեպքերում մենք այսօր դրա բողոքը չունենք։ Այսօր մենք ասում ենք, որ մարդ եղեք։ Ուրիշ ոչինչ, գոնե մեր հայրենիքը պահեք, վաղը մյուս օրը սյունեցին չգա։